Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Միացյալ Նահանգներից պատվիրակություն է ժամանել Հայաստան քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մոսկվան չի հանգստանում, հիմա էլ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Միխայել Կալուգինն է անդրադարձել Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, հայտարարելով Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների։ Հայաստանի անվտանգության շուրջ քաղաքական բանավեճը կրկին կենտրոնացել է երկու մոտեցման վրա՝ ապավինել ուժեղ երաշխավորին, թե առաջ տանել խաղաղության օրակարգը։ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումը հենց այս հարցերի վերաբերյալ էր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այց է իրականացրել Գեղարքունիք, քննարկում անցկացրել ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանման գրասենյակում, եղել փոքրիկ իշխան ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնում։ Միացյալ Նահանգներից պատվիրակություն է ժամանել Հայաստանի Հանրապետություն քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգների պետքարտուղարության, նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներ։ Նրանց ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կողմերը քննարկել են եւ համաձայնեցրել TRIP-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական բնույթի մի շարք հարցեր։ Գրիգորյանը խոսել է նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մասին, շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ներուժի եւ հեռանկարների մասին։ Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնն էլ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Մոդելը հիմնված է այն մոտեցման վրա, որը Սպիտակ տունը հաջողությամբ կիրառել է Բելարուսի հետ բանակցություններում, որի արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 500 բանտարկյալ։ Այս մեծ գործարքը Ադրբեջանում իրականացնելու համար Թրամփի վարչակազմը պետք է գործակցի կոնգրեսի հետ առաջարկելու Բաքվին զենքի վաճառքի արգելքի վերացում, փոխարենը ազատ արձակելով երկրի բանտերում գտնվող անարդարացիորեն կալանավորված անձանց, որոնցից մի քանիսը կապեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ նախորդին հայտարարել է ռուսաստանյան մի շարք կառույցների եւ մոտ 5 տասնյակ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պաշտոնական Լոնդոնը նրանց մեղադրում է Ուկրաինայում ժողովրդավարության թուլացման, նաև հայաստանյան ընտրություններին միջամտելու փորձերի համար։ Բրիտանական կառավարության պնդմամբ պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցներից մեկը Մոսկվայում գործող սոցիալական նախագծման գործակալությունը արշավներ էր ծրագրում, որոնց նպատակը Հայաստանում ռուսամետ կազմակերպությունների ստեղծումն էր եւ իշխանափոխությունը հօգուտ ռուսամետ գործիչների։ Լոնդոնի պատժամիջոցների տակ հայտնված եւս մեկ ռուսական կառույց ANO Դիալոգ կազմակերպությունը ըստ Միացյալ Թագավորության կառավարության Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելուն ուղղված իր պլանները համակարգում էր Ռուսաստանի հետախուզության հետ։ Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը արդեն իսկ արձագանքել է բրիտանական կառավարության հայտարարությանը։ Պնդումները Հայաստանի ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության մասին աբսուրդային են, հաշվի առնելով Միացյալ Թագավորության նեոգաղութատիրական քաղաքականությունը։ Լոնդոնը, որը նախկինում նպաստել է Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ կենտրոնացել է Հայաստանի վրա։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարեցնի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես վերջերս արեց Մոլդովայում եւ Ռումինիայում, նշել է դիվանագիտական առաքելությունը։ Մոսկվան չի հանգստանում, շարունակում է ազդակներ հղել Հայաստանին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Միխայել Կալուգինը հայտարարել է Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների։ Մոսկվայում դժգոհ են Եվրամիության հետ Հայաստանի խորացող գործակցությունից, Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովից ու այդ ընթացքում հնչեցված հակառուսական հայտարարություններից։ Ի պատասխան Փաշինյանը պնդել է Հայաստանը չի պատրաստվում խառնվել այլ երկրների հակամարտություններին, իսկ միջպետական հարաբերությունները ամուսնություն չեն։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը 10-ին տված ծավալուն հարցազրույցում բաց տեքստով հայտարարել է. Հայաստանի Եվրամիության հետ խորակցող գործակցությունը Ռուսաստանում ընկալվում է ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն, այլ որպես ռազմավարական շեղում։ Մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան, Երևանի առաջընթացն այսպես կոչված եվրոպական ուղով կարող է ինչ-որ պահի հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում համակարգային փոփոխությունների։ Կալուգինը հիշեցնում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները պատահական չեն եղել։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով շարունակում է փոխանցել Հայաստանի ղեկավարությանն ու հանրությանը, որ եվրոպական ինտեգրումը կարող է փոխել երկու երկրների հարաբերությունների տրամաբանությունը։ Եվրամիությունը Հայաստանին իրական այլընտրանք չի առաջարկում ոչ անվտանգության, ոչ տնտեսական կայունության, ոչ էլ էներգետիկ անվտանգության հարցերում։ Բրյուսելի հիմնական նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելն է։
Ռուս դիվանագետը հատկապես կոշտ ձևակերպումներ է օգտագործում Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Արևմուտքին եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հակառուսական հարթակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրոպացիները Հայաստան բերեցին իրենց ռուսաֆոբ օրակարգը։ Եվրոպան Հայաստանին առաջարկում է միայն գեղեցիկ խոստումներ եւ փայլուն ձեռքսեղմումներ, մինչդեռ իրական ներդրումներ ու անվտանգության մեխանիզմներ չկան։ Ռուսաստանի դժգոհությունը հատկապես մեծացավ, երբ Երևանում անցկացված գագաթնաժողովի ընթացքում հնչեցին հակառուսական հայտարարություններ, իսկ հայկական կողմը հրապարակային արձագանք չտվեց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, թե Հայաստանն իրավունք ունի ընդունել ցանկացած միջոցառում, սակայն աննորմալ է, երբ Երևանը հարթակ է տրամադրում բացահայտ հակառուսական ուժերին։ Այս ամենին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով. Հայաստանը չի հավակնում խառնվել աշխարհի բոլոր երկրների գործերին, իսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ ձևաչափ է, որտեղ հյուրընկալող երկրի ղեկավարը պարտավոր չէ մեկնաբանել մյուս առաջնորդների հայտարարությունները։ Հայաստանի Հանրապետությունն էլ այո եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ապա անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել եւ կներեք մենք փոքր երկիր ենք մեր օրակարգով, մեր փոքր օրակարգերով մենք մեր օրակարգերի շրջանակում ենք մտնում եւ միշտ չի որ մենք համարում ենք որ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել եւ հայտարարություններ անել, այսինքն մենք պետք է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը եւ խաղաղությանը, բայց մեր մասով։ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է հստակեցնի, ընտրում է Եվրամիությունը, թե ԵԱՏՄ-ն, եւ այդ դեպքում հնարավոր կլինի գնալ քաղաքակիրթ ապահարզանի ճանապարհով։ Հայաստանի վարչապետը պատասխանել է միջպետական հարաբերությունները չպետք է ընկալել որպես ամուսնություն, եւ ինքը չի ընդունում ապահարզան ձևակերպումը։ Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Նրա խոսքով Հայաստանը նման հարց օրակարգ չի բերի, քանի դեռ դե յուրե եւ դե ֆակտո նման ընտրության անհրաժեշտություն չկա։ Մոսկվայի ուղերձները սակայն միայն քաղաքական չեն։ Կալուգինը հիշեցնում է Հայաստանի արտաքին առևտրի ավելի քան 1/3-ը կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական շուկան։ Մեր երկիրը Հայաստանի էներգետիկ եւ պարենային անվտանգության երաշխավորն է։ Հայկական էներգակիրներն ու ռազմավարական ապրանքները մատակարարվում են արտոնյալ պայմաններով։ Ռուսաստանը նաև շեշտում է անվտանգության բաղադրիչը։ Ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին, Գյումրիի ռազմաբազան, նաև հապկ շրջանակներում գործող պայմանագրերը։ Ռուս դիվանագետը հայտնում է, Ռոսատոմը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայանի նախագիծ, որը կարող էր երկարաժամկետ լուծել երկրի էներգետիկ խնդիրներն ու ապահովել էժան էլեկտրաէներգիա։ Առանձին թեմա է դարձել նաև հարավկովկասյան երկաթուղու կառավարումը։ Կալուգինը դժգոհություն է հայտնել այն քննարկումների վերաբերյալ, թե Հայաստանը կարող է վերանայել ռուսական կոնցեսիան։ Եթե ռուսական կողմը տարիներ շարունակ չվերականգներ ու չպահպաներ երկաթուղային համակարգը, այսօր դժվար կլիներ խոսել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն առաջ մղել նաև տարածաշրջանային 3 գումարած 3 ձևաչափը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։ Մոսկվայում այն դիտարկում են որպես Հարավային Կովկասի հարցերն արտաքին ուժերից անկախ քննարկելու հարթակ։ Կալուգինը խոսել է նաև Թրամփի ուղու մասին։ Նրա խոսքով դեռ 2023 թվականին Ռուսաստանը մոտ էր Մեղրիի երթուղու գործարկմանը, սակայն աշխատանքները սառեցվեցին հայկական կողմի որոշմամբ։ Այդուհանդերձ Մոսկվան շարունակում է Հարավային Կովկասը դիտարկել որպես իր կենսական շահերի գոտի եւ համոզված է, որ Արևմուտքը չի կարող տարածաշրջանում փոխարինել Ռուսաստանին ոչ անվտանգության, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով։ Երևանում սակայն փորձում են հարաբերությունները միաժամանակ պահպանել թե Մոսկվայի, թե Բրյուսելի հետ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Ռուսաստանի խորհրդանի ստորին պալատի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւս այսօր զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում 10 տարի առաջ եւ այսօր Հայաստանում ընթացող գործընթացների միջև։ Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Զելենսկու Երևան կատարած այցին Վոլոդինը նշել է. ակնհայտ է, որ Նիկոլ Վովայևիչի այդ քայլը բարեկամական չէր ոչ մեր երկրի, ոչ Ռուսաստանի քաղաքացիների, ոչ էլ նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր բոլորի համար ակնհայտ մեկ հարց գոյություն ունի, ինչպես են զարգանալու մեր երկրների հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Ակամայից զուգահեռներ են ծագում Ուկրաինայում ամեն ինչ հետ այդպես էր սկիզբ առնում, գրել է Վոլոդինը։ Հայաստանի անվտանգության շուրջ քաղաքական բանավեճը կրկին կենտրոնացել է երկու մոտեցման վրա՝ ապավինել ուժեղ երաշխավորին, թե առաջ տանել խաղաղության օրակարգը։ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բանախոսները անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, Կրեմլի Հայաստանի վրա ազդեցության փորձերին եւ հանրապետության երկարաժամկետ կանոնության հնարավոր երաշխիքներին։ Ռուսաստանը կորցրել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր կարևոր գործիքներից մեկը՝ Արցախյան հակամարտությունը, եւ այժմ փորձում է օգտագործել տնտեսական լծակներն ու վախի մթնոլորտ տարածելը։ Այս մասին մեդիա կենտրոնում ասել է առաջադեմ քաղաքականության աշխատարան հասարակական կազմակերպության համահիմնադիր Էդգար Վարդանյանը։ Նրա խոսքով Մոսկվայի վերջին ուղերձները ոչ թե գործընկերային, այլ շանտաժի տրամաբանության մեջ են։ Վարդանյանի գնահատմամբ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանի ընտրողի վրա, վախեցնելով տնտեսական ճնշումներով, միգրացիոն խնդիրներով, գազի գնի բարձրացման եւ ռուսական շուկայի սահմանափակման հնարավորությամբ։ Վերջի շրջանում պաշտոնական Մոսկվայի գործողությունները միտված են բացառապես դրան՝ ազդել ընտրական գործընթացի վրա, այնպես անել, որ մարդիկ իրենք հասկացել են, որ անհնարին է հասնել նրան, որ լինի դրական վերաբերմունք հանրային ընկալումներում հանդեպ Ռուսաստանի։ Անհնարին է դա։ Եվ ուրեմն ինչ պետք է անել այս պարագայում ըստ իրենց, ուրեմն պետք է վախեցնել եւ դրանով իսկ փորձել այնպես անել, որ գոնե հասարակության ինչ որ մի հատված իր քաղաքական կողմնորոշումը, իր քաղաքական ընտրությունը ըստ էության հիմնի վախի վրա։ Քաղաքագետը նշել է, որ խաղաղության օրակարգը եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը չեն նշանակում հակառուսականություն։ Ըստ նրա, Հայաստանը փորձում է չդառնալ որևէ բևեռի գործիք եւ կառուցել հարաբերություններ ինչպես արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանային երկրների հետ։ Վարդանյանի կարծիքով, հայ-ադրբեջանական հարաբերություններում փոխշահավետ կապերի ձևավորումը կարող է նվազեցնել պատերազմի ռիսկը։ Ինչու հենց Թրամփի գործոնը դեր խաղաց եւ Ադրբեջանը գնաց նաեւ այս գործընթացի հետևից եւ մենք ունենք այսօր նախաստորագրված խաղաղության պայմանագիր, որովհետեւ ըստ էության Միացյալ Նահանգները այսօրվա Թրամփի վարչակազմը ասացին մենք աչք ենք փակելու մարդու իրավունքների ոտնահարումների վրա, որը կա Ադրբեջանում։ Մենք դա գերակա չենք համարում, ի տարբերություն, ասենք, Բայդենի վարչակարգի, եւ դուք ունենալու եք տարատեսակ օգուտներ, հա, դուք ներդրումներ կունենաք, դուք կմտնեք մեծ խաղի մեջ եւ այս դեպքում Ալիևի վարչախումբը ըստ էության ասաց, որ հա դե ինչու ոչ։ Քննարկման մյուս բանախոսը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանն այլևս Ռուսաստան կամ Արևմուտք պարզունակ ընտրության առաջ չէ։ Նրա խոսքով երկարաժամկետ անվտանգությունը պետք է հիմնվի ոչ թե արտաքին երաշխավորի, այլ սեփական պետության, ինստիտուտների եւ գործընկերային դիվերսիֆիկացված համակարգի վրա։ Ընտրողը պետք է, կարծում եմ, գնա ընտրության իրեն տալով հետևյալ հարցը. արդյոք մենք հիմար ենք այնքան, որ չենք կարող մտածել, արդյոք մենք անկարող ենք այնքան, որ չենք ի վիճակի չենք ինքներս կառուցել մեր երկիրը, ինքներս կառուցել մեր պետությունը, արդյոք մենք ի վիճակի չենք առհասարակ որպես սուբյեկտ լինել եւ որևէ մեկը պետք է երաշխավորի մեր համար ամեն ինչ, եւ ընտրողը պետք է իրեն հարց տա, որտեղ է այսօր աշխատում երաշխավորի ինստիտուտը, եթե մոլորակի վրա մի տեղ ցույց կտան, որևէ տեղ, որտեղ երաշխավորի ինստիտուտը աշխատում է, ապա խնդրեմ կարող են գնալ եւ իրենց ձայնը տալ այնպիսի քաղաքական ուժին,
որը առաջնային է համարում երաշխավորի ինստիտուտը։ Մենք արդեն անցել ենք այդ պատմական իրողությունների միջով։ Մենք տեսել ենք ինչ է նշանակում, երբ դուք ամեն ինչը զիջում ես մեկ պետության, տալիս ես մեկին, հենվելով նրա վրա, որ նա կերաշխավորի քո անվտանգությունը։ Դա չի աշխատել, չի աշխատում եւ երբևէ չի աշխատելու։ Քննարկման մասնակիցների գնահատմամբ Հայաստանի անվտանգության հարցն այլևս չի կարող սահմանափակվել միայն արտաքին ուժի վրա հենվելու տրամաբանությամբ։ Նրա խոսքով երկարաժամկետ կայունության հիմքը պետք է լինի խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը, կախվածությունների նվազեցումը, գործընկերային ցանցի ընդլայնումը եւ Հայաստանի որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտի ամրապնդումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացու եւ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապույանը Քարոզարշավի այս մի քանի օրերի ընթացքում հստակ արձանագրել է, որ քաղաքացիները ԿՊԻ-ի մեկ բան են պահանջում՝ քաղաքական գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին։ Պապույանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին իր խոսքը անպայման ասելու է եւ տերը կանգնելու խաղաղությանը։ Ըստ նրա, եթե համեմատենք նախորդ 2021 թվականի ընտրությունները, ապա 26-ին քաղաքացիները ավելի շատ են վստահում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ հույսեր կապում նրա հետ։ Պապույանը վստահեցրել է, որ դրսից հրանգված ոչ մի գործիչ Հայաստանի քաղաքական դաշտում առավել եւս կառավարման ոլորտում անելիք չի ունենա։ Խաղաղությունը Հայաստանում կլինի ուղղակի անբեկանելի եւ ոչ մի դրսից եկած էմիսար, ոչ մեկը, որ դրսից ինչ-որ հանձնարարությամբ եկել է, չի կարողանա մեր խաղաղության նկատմամբ, մեր ժողովրդի եւ մեր ժողովրդի երեխաների խաղաղության նկատմամբ ոտնձգություն իրականացնել։ Սա շատ հստակ է եւ մենք թույլ չենք տալու, ես ուզում եմ մեր ժողովրդին էլ ուղիղ ասեմ, թույլ չենք տալու, որ ամեն մեկը այստեղից այնտեղից գա ու մեր ժողովրդի խաղաղությունը, մեր ժողովրդի զարգացումը տանի մատաղանի սրա նրա ոտքերի տակ, թույլ չենք տալու։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը շարունակում են Քարոզարշավը։ Քաղաքացիական պայմանագիրը Սյունիքի եւ Այզորի մարզեր այցերից հետո Քարոզարշավը իրականացնում այլաքաղաքի վարչական շրջաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Քարոզարշավի հերթական օրվա մեկնարկը տվել են Էրեբունի վարչական շրջանում։ Բնակիչների հետ շփումների ընթացքում վարչապետը շարունակել է ներկայացնել կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթները, որի հիմնական մեխը ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացումն է։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ այցերի ընթացքում իշխող թիմի եւ իր նկատմամբ երեխաների կողմից հանդես բերվող բուռն հետաքրքրությանը եւ արձագանքներին, այն բացատրելով հետևյալ կերպ. Հիմա երեխեք տեսնում են, որ երբ որ իրաց տատիկ պապիկները առողջական խնդիրներ ունեն, կառավարության աջակցությամբ բուժվում են։ Գուցե նրանք տեսնում են, որ տատիկ պապիկների թոշակը ավելացել է, գուցե տատիկ պապիկները սկսել են ավելի շատ շոկոլադ առնել երեխեքի համար եւ պահպանակարնել եւ երեխեքին ասում են, որ կառավարությունը թոշակը բարձրացրել է, դրա համար ենք շատ շոկոլադ առնում։ Գուցե տատիկ պապիկները կամ ծնողները բացատրում են երեխեքին, թե խաղաղությունը ինչ կարևոր բան է։ Գուցե տատիկ պապիկները եւ ծնողները երեխեքին ավելի շատ են ուշադրություն հրավիրում մեր պետության պետական արժեքների եւ պետականակենտրոն ազգային ինքնաճանաչման նոր բովանդակության վրա։ Էրեբունու բնակիչները Free News-ի հետ զրույցում ընդգծեցին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց քվեն տալու են քաղաքացիական պայմանագրին, քանի որ ըստ նրանց ներկայիս իշխանությունը ոչ միայն պետականամետ է, այլև մտածում է ժողովրդի մասին։ Քաղաքացիները ողջևորությամբ էին խոսում կատարված այն բարեփոխումների մասին, որոնք նախաձեռնվել եւ իրականություն են դարձվել 2018 թվականից ի վեր։ Ես համոզված եմ, որ կատարած իր աշխատանքի դիմաց ժողովուրդը գնահատելու է արժանավույնս։ Վարչապետ ունենք, աշխարհը չունենք։ Գերտերությունների ղեկավարները վարչապետից դիմացը խոնարհվում են։ Մակրոնը լավ ասա, մինչև 18 թվականը Հայաստանի տեղն է չգիտեն մարդիկ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ընդգծեց Քարոզարշավի մի քանի օրերը տպավորիչ էին։ Քաղաքացիները քաղաքական ուժի ներկայացուցիչներին շատ ջերմ են ընդունում։ Նրանք իշխող կուսակցությունից եւ Նիկոլ Փաշինյանից մեկ պահանջ ունեն՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո ել ավելի ամրապնդել մեր դեռևս մանուկ խաղաղությունը եւ Հայաստանը դարձնել ավելի բարեկեցիկ, հզոր ու ինքնիշխան երկիր։ Մեզնից պահանջում են տեր կանգնել մեր խոստմանը եւ ամբողջությամբ արդեն
խաղաղությունը, բերած խաղաղությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնել եւ մենք էլ խոստացել ենք, որ նրանց մենակ չենք թողելու եւ տեր ենք կանգնելու մեր խոստմանը։ Իսկ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը նշեց, թե մարդիկ շնորհակալություն էին հայտնում ՔՊ-ին, որ արդեն 2 տարի սահմանին զոհեր չունենք։ Նրա խոսքով 2021 թվականից հետո մարդիկ ավելի են վստահում իրենց ուժին։ Ես կարող եմ ենթադրել, որ առաջին հերթին պայմանավորված է իհարկե այն արդեն հաստատված խաղաղությամբ, որն այսօր ունենք։ Մարդիկ մեզային շատ են ակնկալում, որ այդ խաղաղությունը լինի անշրջելի, դե բնականաբար մենք էլ ապավինում ենք նրանց աջակցության այդ առումով։ Հայ ազգային կոնգրեսը 2026 թվականի խորհրդանական ընտրություններին մասնակցում է Հայաստանի խելամիտ ուղին կարգախոսով։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն իր նախընտրական քարոզարշավում հայտարարում է. ժամանակն է, որ լսենք նրանց, ովքեր Հայաստանին առաջարկում են ռազմավարական լուծումներ եւ ովքեր ի վիճակի են իսկապես բարեփոխել քաղաքացիների կյանքը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը մասնակցում է Հայաստանի խելամիտ ուղին կարգախոսով, հանրությանը ներկայացնելով իր տեսլականը խելամիտ ուղի դեպի ինքնիշխան խաղաղություն գաղափարի շուրջ։ Կուսակցության վարչապետի թեկնածու է առաջադրվել Լևոն Զուրաբյանը, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտում է, որ Հայաստանի առջև ծառացած անվտանգային, տնտեսական եւ քաղաքական մարտահրավերները պահանջում են ոչ թե հուզական, այլ ռազմավարական եւ իրատեսական լուծումներ։ Մենք առաջարկում ենք դրա լուծումը, մենք առաջարկում ենք, որ Հայաստանը պետք է ստորագրի իր դարի գործարքը նմանատիպ նրան, ինչ որ 1994 թվականին ստորագրեց Ադրբեջանը, երբ որ աշխարհը կռվում էր իր նավթի շուրջ եւ ինքը վերջապես գտավ լուծումը։ Հիմա աշխարհը կռվում է մեր ստրատեգիական ակտիվի շուրջ, Զանգեզուրի, Սյունիքի այդ տրանզիտային տարածքի համար, եւ մենք պետք է գտնենք մեր դարի գործարքը։ Եվ այդ հանգույցը պետք է գործի երկու ուղղություններով, ոչ միայն արևելք-արևմուտք, այլ հարավ-հյուսիս։ Հետևաբար մեր խաղաղության, ինքնիշխան խաղաղության մեխը դա Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումն է։ Կուսակցության ներկայացմամբ Հայաստանի խելամիտ ուղին կարգախոսը խորհրդանշում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, երկարաժամկետ խաղաղության ապահովում եւ պետական ինստիտուտների վերականգնում։ ՀԱԿ-ը հայտարարում է, եկել է ժամանակը լսելու քաղաքական այն ուժերին, որոնք առաջարկում են ոչ թե կարճաժամկետ կարգախոսներ, այլ հստակ ռազմավարություն։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն էլ քարոզարշավի շեշտը դնում է քրիստոնեական արժեքների, ինքնիշխան պետության, անվտանգության եւ զարգացման օրակարգի վրա։ Կուսակցության հիմնական կարգախոսն է անվտանգություն, ազատություն եւ զարգացում։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը ներկայացնում է պետականության ամրապնդման, ինքնիշխանության բարձրացման եւ արժեքային քաղաքականության օրակարգով։ Քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է քվեաթերթիկի 12-րդ համարով։ Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշել է, որ կուսակցության ծրագրային առանցքում են գիտարդյունաբերական Հայաստանի գաղափարը, տեխնոլոգիական զարգացումը, գյուղատնտեսության եւ էկոհամակարգերի վերականգնումը։ Հիմա մենք գալիս ենք մի կարգախոսով։ Մենք ուզում ենք մեր երկիրն ունենա անվտանգություն, մեր երկիրն ունենա ազատություն եւ մեր երկիրն ունենա զարգացում։ Հիմա մենք գալիս ենք պաշտպանելու եւ մեր հավատարմությունը հայտնելու համաշխարհային քրիստոնյա ժողովրդավարական շարժման 3 կարևորագույն սկզբունքներին։ Կուսակցությունը կարևորում է նաև Հայաստանի ինքնուրույնության ամրապնդումը եւ արտաքին ազդեցություններից զերծ պետական քաղաքականությունը։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն ուղերձում շեշտում է, որ երկրի համար առաջնայինը կայունությունն է, պետականաշինությունը, տնտեսության արդիականացումը եւ Հայաստանի վերածննդի ճանապարհը։ Մենք ցեզ դիմում ենք կոչանելով գնալ Հայաստանի վերականգնման եւ վերածննդի ճանապարհով։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կարգախոսն է անվտանգություն, ազատություն եւ զարգացում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ ժողովրդավարական համախմբում կուսակցությունը քարոզարշավը սկսել է ոսկե պարից, կերտենք հայկական պետություն կարգախոսով։ Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը եւ Վարդան Այվազյանը շեշտում են ինքնիշխան արժանապատիվ եւ կենսունակ հայկական պետություն կառուցելու կարեւորությունը։
Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է ոսկեպարում, մինչև այդ կուսակցության ներկայացուցիչները Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օրհնություն են ստացել Տեր Աբել Քահանա Քարթաշյանի կողմից։ Քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Քվեաթերթիկի 14-րդ համարով։ Կուսակցության կարգախոսն է «Կերտենք հայկական պետություն»։ Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի գլխավորած թիմը քարոզարշավը ներկայացնում է որպես արժանապատիվ ինքնիշխան եւ կենսունակ հայկական պետության կերտման ճանապարհ։ Մարդու եկավասից գնալու ենք Ռուսաստան փրկվենք, գնալու ենք Եվրոպա փրկվենք, հենց այդպես բառասից իմացի սուտ ասում։ Հələ մի հատ աշխարհում վիճակը նայի, այն մարդիկ ով ուզում են գնան տե որ իբր փրկվեն, այդ մարդիկ փրկության կարիք ունեն, էլի։ Կուսակցության քարոզարշավի հաջորդ կանգառը եղել է Գյումրին, որտեղ Սուրեն Պետրոսյանը, Վարդան Այվազյանը եւ թիմի անդամները հանդիպել են բնակիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել են կուսակցության հիմնական ուղերձները, պետականության ամրապնդում, ազգային արժանապատվություն եւ հայկական պետության ապագայի շուրջ հանրային համախմբում։ Ընտրելով 14-ը դու ընտրում ես ոչ թե համակերպվողի, այլ ընդվզողի, պայքարողի եւ հաղթողի հոգեբանությունը։ Ընտրելով 14-ը դու ընտրում ես ոչ թե սպառողի, այլ կապանքները պատրողի եւ արարողի, հայի հոգեբանությունը։ Ընտրելով 14-ը դու դառնում ես հայկական պետության կերտման անմիջական մասնակիցը։ Կուսակցությունում ընդգծում են, որ իրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են համախմբում փոխադարձարգանք եւ պետության նկատմամբ պատասխանատվության նոր մակարդակ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այց է իրականացրել Գեղարքունի քննարկում անցկացրել ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Գավառում Մանասյանն այցելել է նաև հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի փոքրիկ իշխան ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն։ Ինչ խնդիրներ կան։ Մայիսի 11-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման մի շարք հարցերի։ Ամփոփվել են մարզին վերաբերելի մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, քննարկվել դրանց լուծման ուղղված առաջարկները։ Մասնավորապես հանրային տրանսպորտի, առողջության պահպանման իրավունքի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովման, հանրային ծառայությունների հասանելիության, զբաղվածության, բռնի տեղանված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, թափառող կենդանիների հետ կապված, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերն ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։ Մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության ձևաչափը քաղաքացիների խնդիրների լուծման տեսանկյունից։ Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնք մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվելու արդյունքում ստանում են ընթացիկ լուծումներ։ Օրինակ հանրային տրանսպորտի նոր կառուցվող դպրոցների կառուցման ընթացքի, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման եւ այլ հարցեր։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Ես անընդհատ եմ այցելում Հայաստանի տարբեր մարզեր, ընդ որում ոչ միայն քաղաքային, այլ նաև գյուղական բնակավայրեր։ Եվ այսօր այցելել եմ Գավառ համայնք։ Այցի հիմնական նպատակն է հենց այստեղ նախ տեղում տեսնել այն խնդիրների լուծումները, որոնք ինքս բարբերաբար բարձրաձայնում եմ, այդ թվում Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների հետ կապված, հասկանալու մեր կողմից բարձրաձայնվող հարցերի լուծումների ընթացքը եւ նաեւ մեր մարզային ստորաբաժանման աշխատանքների մեթոդաբանությանը հենց տեղում ոչ միայն հետևելու, այլ նաեւ այն կատարելագործելու ուղղությամբ հանձնարարականներ տալու։ Մարդու իրավունքների հետ կապված ամենաայսպես հետաքրքիր գաղափարը, որ լսել եք, ինչն ա եղել երեխեք այստեղ։ Իրար հետ լավ հաղորդակցվելով Գավառում Անահիտ Մանասյանն այցելել է հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի փոքրիկ իշխան ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն։ Կենտրոնի համակարգող Սոնա Խաչիկյանը պաշտպանին ներկայացրել է կենտրոնի գործունեության պատմությունը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև սաների առօրյան կրթական եւ զարգացման ուղղված նախաձեռնությունները։ Այնուհետև տեղի ունեցել հանդիպում կենտրոնի սաների եւ նրանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր։
առաջարկներ, մարդու իրավունքների մշակույթի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու լիազորությունների շրջանակը։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է նմանօրինակ անմիջական շփումները, ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է մարդու արժանապատվության, հավասարության եւ հանդուրժողականության գաղափարների արժևորմամբ։ Շատ լավ տպավորություններ ունեմ հենց այս այցից, որովհետև կարևորում եմ թե նման հասարակական կազմակերպությունների գործունեությունը, թե նման կենտրոնների առկայությունը եւ լավ միջավայրով կենտրոնների առկայությունը, ու իհարկե շատ կարևոր էր այդ թվում ծնողների հետ ունեցած շփումը, հասկանալու համար, թե ոչ միայն ինչպես են այստեղ մատուցվում ծառայությունները, այլ նաեւ նրանք ինչ կարիքներ ունեն, ու բնականաբար անչափ հաճելի էր ու հետաքրքիր երեխաների ու երիտասարդների հետ շփվելը։ Կարծում եմ դա հատկապես մեր հաստատության կողմից իրականացվող մարդու իրավունքների կրթության եւ մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկումների համատեքստում ունի անչափ կարևոր նշանակություն։ Տարեցների մասով նույնիսկ երբ որ նայում ենք այդ ընդհանուր իրավունքների ասպեկտը եւ այլն, Պաշտպանը երեխաներին եւ երիտասարդներին ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է երեխաների եւ երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում, անդրադառնալով նաեւ ՄԻՊ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը եւ օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախաձեռնությանը։ Ինչու եմ կարևորում այս այցը, որովհետեւ մի քանի կարևոր թիրախներ են այստեղ ըստ էության մեր այցի հիմնական նպատակների հիմքում ընկած։ Մեկը այն, որ մենք երեխաների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ ամենօրյա ռեժիմով ենք զբաղվում եւ ես փորձում եմ ամենօրյա ռեժիմով հենց տեղում ծանոթանալ այս իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերին։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ինձ համար շատ կարևոր է հենց տարբեր մեր մարզային բնակավայրերում քաղաքացիների հետ անձամբ զրուցելը, ընդ որում ոչ միայն մեր չափահաս քաղաքացիների, այլ նաև անչափահասների հետ եմ պարբերաբար հանդիպումներ ունենում, զրույցներ ունենում։ Այսի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է շրջայց կենտրոնի տարածքով, ծանոթացել նաև անձնակազմի աշխատանքային պայմաններին։ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ։ Շարունակում են թողարկումը եւ թողարկման այս հատվածում միջազգային նորություն են առաջարկում դիտել տեսաշարով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ Լիբանանի վրա իսրայելական հարվածները հանգեցնում են ծանր հումանիտար հետևանքների։ Նա նշել է, որ վերջին 24 ժամում Լիբանանին հասցվել է շուրջ 100 հարված, որոնց հետևանքով կան զոհված խաղաղ բնակիչներ եւ անօթևան մնացած ընտանիքներ։ Ֆլետչերի խոսքով հումանիտար կազմակերպությունները շարունակում են աջակցություն ցուցաբերել տուժածներին, սակայն իրավիճակի իրական լուծումը հրադադարի հաստատումն է։ Մարդկանց ամենից շատ անհրաժեշտ է իրական հրադադար, ընդգծել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանին միջուկային զենքով, հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին։ Վելայաթին նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարողանա առավելության հասնել Իրանի նկատմամբ ոչ ռազմական, ոչ էլ դիվանագիտական հարթակներում։ Նրա խոսքով Արևմտյան Ասիայում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական կարգ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը նոր սահմանադրության կարիք ունի, որը նրա խոսքով պետք է լինի քաղաքացիական, լիբերալ եւ համապարփակ։ Էրդողանի խոսքով նոր հիմնական օրենքը պետք է արտացոլի Թուրքիայի ժամանակակից քաղաքական իրողությունները, ամրապնդի ժողովրդավարությունը եւ ապահովի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Նա նաեւ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ակտիվ մասնակցել սահմանադրական փոփոխությունների մշակմանը։ Միջազգային լրատվամիջոցների գնահատմամբ հնարավոր փոփոխությունները կարող են հնարավորություն տալ Էրդողանին առաջադրվել նախագահի երրորդ ժամկետի համար, թեև գործող սահմանադրությունը թույլ է տալիս առավելագույնը 2 ժամկետ։
CNN-ի փոխանցմամբ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից եւ ավելի լրջորեն է քննարկում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Աղբյուրի տվյալներով Թրամփին հատկապես անհանգստացնում են Հորմուզի նեղուցի շարունակվող փակ վիճակը եւ Իրանի ղեկավարության ներսում արկա տարաձայնությունները, որոնք Վաշինգտոնի գնահատմամբ խոչընդոտում են միջուկային բանակցությունների առաջընթացին։ Նույն աղբյուրի համաձայն Իրանի վերջին պատասխանը Սպիտակ տանը գնահատվել է որպես լիովին անընդունելի։ Վարչակազմում այժմ քննարկվում է շարունակել դիվանագիտական գործընթացը, թե ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ։ CNN-ը նշում է նաև, որ առաջիկա խոշոր որոշումները ամենայն հավանականությամբ չեն կայացվի մինչև Թրամփի նախատեսած այցը Չինաստան մայիսի 13-ից 15-ը։ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինորդ նոր պատրիարք է ընտրվել պատրիարքական գահի տեղապահ Շիո Մուջիրին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ նորընտիր պատրիարքը 57 տարեկան է։ Նա աստվածաբանական կրթություն է ստացել Բաթումիում, Մոսկվայում եւ Սուրբ Տիխոնի անվան ուղղափառ համալսարանում։ 2003 թվականին ընդունվել է եպիսկոպոսի, իսկ 2010 թվականին ստացել մետրոպոլիտի աստիճան։ 2017 թվականին Իլյա II-ի հրամանագրով նշանակվել էր պատրիարքական գահի տեղապահ։ Հիշեցնենք, որ Իլյա II-ը մահացել էր մարտի 17-ին, 93 տարեկան հասակում։ Այսքանը ցտեսություն։